Իհարկե, սիրով ներկայացնեմ նրանց եւ նաեւ վարից օգտվելով ներկայացնելու նաեւ պետք է շնորհավորենք նորից։ Տաթև Հովակիմյանն է մեր տաղավարում, Արտավազդ 2026 մրցանակաբաշխության հաղթող լավագույն դերասանուհի անվանակարգում, բարի լույս Տաթև։ Շնորհավորում ենք նաև հաղթանակի եւ ոչ միայն այս, նաև մյուսի բացի, որին ավելի մանրամասն դու կներկայացնես։ Եվ Գոռ Մարգարյանը Արտավազդ 2026 մրցանակաբաշխության հաղթող լավագույն ռեժիսորը, լավագույն ներկայացում, լավագույն երիտասարդական ներկայացում, հրաշալի անձնավորություն, էլ ինչ ասեմ։ Այդ երեքը ձեր անձնականն է, ինչպես հասկացաք։ Մնացած ինքնագովեստով կզբաղվեմ։ Շնորհավորում ենք, շնորհավորում ենք Եվս մեկ անգամ այո, շնորհավորել եւ պատմեք ձեր զգացողությունների մասին այդ մրցանակները ստանալիս։ Տաթև։ Ինչ զգացողություններ կունենում ամեն տարի որ գնում հաղթում գալիս եք։ Չէ, ես երկու անգամ եմ հաղթել։ Մեկը 10 տարի առաջ ուղիղ լավագույն երիտասարդ դերասանուհի եւ 10 տարի հետո արդեն իսկ լավագույն դերասանուհի։ Իհարկե նաև ներկայացումը, որով ես ստացել եմ, եթե դու մեռնեիր ներկայացումը, ստացել է լավագույն կամերային ներկայացում Տաթև Մելքոնյանը եւ նաև մեկ մրցանակ ունի Մհեր Մկրտչյանը, դա Արտավազդի Մետաքսես Սիմոնյանին նվիրված հատուկ մրցանակը Տաթև Մելքոնյանը ստացավ հենց եւ նաեւ իմ մյուս թատրոնի մրցանակները պետք է նշեմ Համազգային թատրոնը, որը ստացավ մոտ 5 մրցանակ եւ այն ներկայացումը Պենելոպե ներկայացումը, որը ստացավ 3 մրցանակ Սիմոն Աբգարյանի հատուկ մրցանակ էլի ստացավ եւ Վանական խումբը երաժշտական եւ Նարեկ Բաղդասարյանը լավագույն դերասան։ Իմ բոլոր թատրոնները ասեցի, ամփոփեցիր։ Իսկ զգացողությունները բեմի վրա լավագույն դերասանուհու կարգավիճակում տարվա։ Իհարկե դա շատ հաճելի բան է, որ դու այսպես ասած քեզ գնահատված ես զգում վերջնականապես, այսինքն բացի հանդիսատեսի կողմից, որը մշտապես 60 դահլիճներով է լինում, ամենակարևորը, շատ հաճելի զգացողություն եւ Խոսենք նաև ներկայացման մասին։ Գորջան, չէ՞ շտապում, չէ՞ դստեր ես դեռ։ Իրանը շատ է մրցանակներ։ Հայոց ուշացել եք։ Ես համեստոր եմ։ Որ ներկայացման համար նաև ներկայացար այդ անվանակարգում տարվա լավագույն դերասանուհի, մի քիչ խոսենք նաև ներկայացման մասին։ Եթե դու մեռնեիր ներկայացումը, որ արդեն նշեցի կամերային լավագույն ներկայացում ստացավ, եթե դու մեռնեիր խաղում ենք Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում, Տաթև Մելքոնյանի բեմադրած, Աննա դերակատարման համար Ինչի մասն է ներկայացումը։ Ներկայացումը սիրո, բաժանման, դավաճանության ընդհանուր էս ամբողջի կոնցեպտն է եւ ես միանշանակ պետք է շնորհակալ լինեմ նաեւ իմ խաղընկերներին Հարութին, Թելմանին, Վալենտինային եւ Միլենային, որովհետեւ կարծում եմ, որ այս մրցանակը բոլորինս է, որտեւ ես համարում եմ, որ թատրոնը դա կոլեկտիվ արվեստ է եւ շատ շնորհակալ եմ իրականում։ Իսկ դերը հոգեհարազատ է։ Դերը Հասկացել եմ, որ չեմ խաղում են դերերը, որոնք ինձ հոգեհարազատ չեն արդեն շատ վաղուց եւ ընտրում եմ միայն դրանք, երևի շատ հոգեհարազատ էր, որ ընտրեցի դա։ Այսինքն ինձ մոտ չէ, ինձ իրականում շատ հեռու դերը, բայց ինքը ինձ հետաքրքիր դեր էր ինձ համար եւ ես հասկացա, որ կարող եմ տարածվել եւ որպես դերասանուհի գտնել ինչ-որ բանալիներ այդ դերին։ Եվ ներկայացումը խաղում ենք, արդեն խաղացել ենք հենց հաջորդ օրը Արտավազդի, ամսի 28-ին եւ ունենք ապրիլին 17, 18 եւ 19։ Այո, հնարավորություն ունենք եւս մեկ անգամ գալ եւ ամսի 3-ին ունենք, բայց արդեն տոմսերը սպառված են։ Ամսի 3-ին էլ չունենք։ Դե տարվա լավագույն դերասանուհի է խաղում, որտեղ ամսի 3-ին արդեն Տարվա լավագույն կամերային կամերային ներկայացման մեջ միանշանակ։ Իսկ 17, 18, 19 ապրիլ ունենք հնարավորություն բաց չթողնեք։ Գորջան, դե պատմիր։ Ինչ պատմեմ, սկսեմ ֆավորիտ ներկայացումից, որը վերցրեց միանգամից 5 անվանակարգում, դա ռուսական թատրոնում տեղի ունեցող Կուպրինի Յամա ներկայացումն է, որտեղ տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի, տարվա լավագույն երկրորդ պլանի դերակատար, լուսային ձևավորում, տարվա ռեժիսոր, տարվա լավագույն ներկայացումը Յամաներ, Աշտարակի դրամատիկական թատրոնում 42-24-ը տարվա լավագույն երիտասարդական ներկայացում եւ տարվա լավագույն երիտասարդ դերասան եւ Պատանի հանդիսատեսի թատրոնում տարվա լավագույն երկրորդ պլանի դերակատար եւ կոստյումների նկարիչ։ Ասացի բոլոր անվանակարգերը։ Հրաշալի է։ Եվ այդքանից դու քեզ ոնց ես զգում։
Ինչ է այդպես համեստ նստած։ Չէ, ինչ է այդպես համեստ նստած։ Դե Արդեն մի քիչ կարելի է sense նստել։ Չէ, այդպես չէ, որովհետև իրականում այդ ամեն ինչը շատ երկար ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է։ Անցած տարի ես ունեցել եմ 5 աշխատանք, 5 ներկայացում եմ բեմադրել, որը իմ համար գոնե աննախադեպ էր եւ ինքը կարծում եմ արժանի գնահատականը ստացավ, ես համեստ եմ։ Իսկ ինչ նոր ներկայացումներ կան, որոնց վրա աշխատում եք այս պահին։ Նոր նախագծեր կան։ Որ մյուս տարվա արտավազդին բոլորը Պատանի ներկա հանդիսատեսի լինեն։ թատրոնում հետաքրքիր նորություն կսպասվի, բայց դեռ փակագծերը չեն բացի, էլի երաժշտական է, էլի կենթանի կատարումներ կլինեն, ինչ որ օրիգինալ ձևաչափով հաստատ ներկայանալու ենք եւ ինչքան գիտեմ մինչ այժմ հայկական բեմում նման մոտեցում չի եղել, չեմ ասի ինչը, էլի նորից, բայց հետաքրքիր ներկայացում ունենանք։ Փորձերը արդեն սկսել ենք, կարծում եմ սեպտեմբերին շուտով։ Նշեցիք 5 բեմադրություն անցած տարի, որոնց վրա աշխատել եք։ Այ որ բեմադրությունը կառանձնացնեք ձեզ համար։ Պետք է ընտրել մեկը։ Մեկը չեմ ընտրի, որովհետև 3 աշխատանքներն էլ շատ եմ սիրում։ Պատանի հանդիսատեսի թատրոնում Մեղրի համը, դա վերադարձ էր, որովհետև 12 տարի առաջ նույն Մեղրի համը այլ բեմադրությամբ, այլ դերակատարներով դարձավ Արտավազդ մրցանակաբաշխության ռեկորդակիրը, որը նույնիսկ այս տարի չկարողացա, ես մտածում եմ այս տարի կանցնենք այդ ռեկորդը, բայց չանցավ, ինքը 6 անվանակարգում շահեց, 42-24 աշտարակի դրամատիկական թատրոնում, որը շատ նուրբ ու շատ զգայուն ու արդի թեմա է եւ Yaman այդ 3 աշխատանքները այս տարի կառանձնացնեմ, որովհետև բավականին այսպես էներգիա է ինձնից տարել։ Եվ այդ բոլոր ներկայացումները այս պահին եւս բոլոր թատրոնները, որ նշեցիր, խաղացան։ Ապրիլի 1-ին ունենք Պատանի հանդիսատեսի թատրոնում Մեղրի համը, բայց տոմսերը սպառված են։ Ապրիլի 28-ին 42-24 աշտարակի դրամատիկական թատրոնում, ապրիլի 25-ին Տոմսեր կան 28-ին։ Այո։ Yamai տոմսերն էլ կան ապրիլի 25-ին։ Այնքան ուրախացնում, որ վերջին շրջանում թատրոններում արդեն այդ տերմինը հաճախ է օգտագործվում։ Եվ հաճախ ենք լսում, որ այո, սպառված են տոմսերը։ Սա հրաշալի է։ Նաև դրան նպաստում է այո այն գնահատականը, որ տարվա կտրվածքով մարդիկ հատկապես ձեր օրինակով, հա, ձեզպես որ կարողանում են աշխատել ու ամեն ինչ նվիրել թատրոնին ու արդյունքը նաև գնահատականի այդքան էլ չի ուշանում, վառ օրինակն է հենց Արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ես վստահ եմ, որ սա նույնպես պարտավորացնում է, մյուս տարվա արդեն անելիքները 2027-ին ոչինչ ռեկորդներ եք սահմանեք, Տաթևը իր հերթին նաև վստահ եմ ռեկորդներ կշարունակի։ Գուցե միասին, որովհետև այդպես լավ բան է։ Տորումներ ու խմորումներ կան միասին ինչ որ մրցանակաբաշխությունից հետո եղա։ Չէ, մենք հին ընկերներ ենք եւ այսպես զեմլյակներ ենք եւ ընկերներ ենք։ Տաթև ինչ նոր աշխատանքներ ունես առաջիկայում դու։ Ինչ նորություններ կարող ենք սպասել։ Ուզում եմ միասին շատ լավ բան նշել, երկու թատրոնների համար, Պատանի հանդիսատեսի եւ Մհեր Մկրտչյանի քաղաքապետարանի որոշմամբ հիմա Գոռը եւ Տաթև Մելքոնյանը համագործակցելու են պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ եւ առաջիկայում սպասվում են, կարծում շատ մեծ միջազգային հյուրախաղեր թատրոններին եւ նաեւ շատ հետաքրքիր նորություններ։ Չեմ կարող այդպես մանրամասն նշել, դա կարծում ավելի շատ թատրոնի տնօրենը կկարողանար նշել եւ նաեւ համազգայնում շուտով հուսով եմ արդեն կսկսենք Բալենու այգի ներկայացման փորձերը Նարինե Գրիգորյանի։ Եվ այդպես շատ կան իրականում պլաններում, բայց իմ կողմից մի քիչ ավելի ես դերասանուհին եմ, ավելի քիչ կարող եմ ասել նորությունները։ Շատ լավ։ Ես վստահ եմ, որ մենք առիթներ հաստատ ունենալու ենք այս բոլոր թե նախագծերի, թե նոր սպասվող ներկայացումների ավելի մանրամասն իմանալու, տեղեկություններ ստանալու, այո։ Բայց ձեր համագործակցության մասները ինձ հետաքրքիր։ Գոնե մի քանի փակագծերը էլի չենք կարող բացել։ Այն աննախադեպ ներկայացումն է, որ ասում։ Բայց կարող ենք բացել, որը փակագծեր կարող ենք ցանկացած ներկայացում ցանկացած ստեղծագործողի մոտ, որ չի լինում աննախադեպ, այսինքն չկա որևէ նոր բան ասելու, չկա որևէ նոր ձև ասելու։ Չէ, ես նկատում եմ, որ լավ շահագրգռեցիր ասելով, որ գուցե Հայաստանում էլ նույնիսկ չի եղել այդ նորամուծությունը։ Այդտեղ այդ պրոյեկտի մասն է խոսքը։ Փորձում ենք կապը գտնել, փորձում ենք փակագծերը ինքներս բացել։ Ուրիշ աննախադեպ է։ Որտեղ է լինելու։
Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Հա։ Սեպտեմբերին։ Կարծում եմ։ Մի բան ասեմ, Ռուբեն, մի փորձեր։ Հա Մենք չի կգանք, ասել, չէ, ես չէ, նորից չի ստացվել։ Մեր մրցակցային դաշտը այսպես է բավականին լարված է, որովհետև մենք բոլորս նայում ենք ով ինչ է անում, որ դա մրցակցություն է, առողջ բայց առողջ մրցակցություն է, որպեսզի դրա համար այդպես փակագծերը դեռ չենք բացում, որպեսզի չկրկնօրինակեն, չկրկնվենք, խաղացանկում կրկնվող ներկայացումներ չլինեն, դրա համար այսպես կոնֆիդենցիալ ենք պահում բոլոր այսպես պլանները։ Բայց դուք եք շատ լավ գիտեք, որ առավոտ լուսոյեն ոչ մի գաղտնիքներ տեղի չեն ունենում։ Այս պահին մենք ընդունում ենք, այո, ընդունում ենք եւ նաեւ պատճառաբանություն ենք ընդունում, բայց մենք գիտենք, որ միևնույն է, մի գեղեցիկ օր, երբ որ մոտենան արդեն օրերը, մենք հանդիպելու ենք մեր տաղավարում եւ ալի մանրամասն զրուցելու ենք։ Որովհետեւ մենք սելերստողներ ձեզանից ոչ մի գաղտնիքներ չունենք։ Այո, այնպես որ դուք սպասված հյուր եք մեզ մոտ, կհանդիպենք շուտով, բացելով բոլոր փակագծերը։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ նաև մրցանակների եւ նաև այդ մեծ ներկայացումների եւ մրցանակների հետևում եւ կողքին կանգնած մարդկանց նույնպես ձեր շնորհիվ, որ մաղթում ենք, որպեսզի միշտ գնահատվեք, որովհետեւ դա շատ կարեւոր բաղադրիչ է մեր մասնագիտության մեջ, արվեստի, հատկապես մշակույթի եւ թատրոնի կյանքում։ Ձեզ լավ ենք մաղթում։ Շնորհակալ եմ։ Եվ սպասում մոտ ապագայում, որպեսզի կարողանանք բացել բոլոր փակագծերը։ Համեցեք մեր ներկայացումներին։ Այո, Սիրով։ Սիրով։ Մենք շարժվենք առաջ, երաշտական դադար կունենանք, հետո կվերադառնանք ու ոնց որ պետք է հարաժեշտ։ Այո, ժամանակը շատ արագ է անցնում, Ռուբեն։ Այ